Հայաստանում հոգեկան խնդիրներ ունեցողների պաշտոնական թիվը հասնում է 45,000-ի, որն աճելու միտում ունի։ Մասնագետների կարծիքով այս հիվանդությունների առաջին պատճառը սոցիալական վիճակն է։ Հայաստանում պատճառները նույնն է ինչպես ամբողջ աշխարհում։ Պարզվեց, որ համաշխարհային ֆինանսական ճգնաժամը ազդել է բոլոր խավի մարդկանց հոգեկան աշխարհի վրա։ Ամենամեծահարուստներից սկսած վերջացած այն մարդկանցով, որոնք բոմժեր են։ Հանրապետության գլխավոր հոգեբուժն ասում է, Հայաստանում դեռևս ձևավորված չի հոգեբուժին դիմելու ավանդույթը, իսկ դիմողներն էլ գերադասում են բուժում ստանալ տնային պայմաններում։ Ստացիոնար բուժում ստացողների մեջ կանայք տղամարդկանց հարաբերակցությունը 1:3 է։ Կանայք քիչ են դիմում ստացիոնար բուժման, նրանք ավելի շատ բուժում ստանում են արտահիվանդանոցային պայմաններում։ Ըստ պարոն Թորոսյանի, հոգեբուժարաններից դուրս գործող 3 արտահիվանդանոցային բաժանմունքները չեն զիջում աշխարհի լավագույն կլինիկաներին։ Մեր մոտ բուժումները ամենաժամանակակիցն են, ես կարող եմ ասել, օգտագործում են եւ մեթոդները ամենաժամանակակից եւ տեղամիջոցները։ Սամվել Թորոսյանը առաջին հերթին դժգոհում է հոգեբուժարանների վիճակից։ Դրանք հիմնովին վերանորոգվելու կարիք ունեն։ Համաշխարհային ճգնաժամի ժամանակ այդ հատվածում չեղավ ոչ մի բուժինակում, ասեն գնային աճ եւ չնախատեսվեցին վերանորոգման աշխատանքներ, նոր գույքի ձեռքբերման։ Նայինե Սարգսյան, IPV